Ես այսօր շատ կառուցողական եմ տրամադրված եւ կառուցողական ելույթ եմ ունենալու ոչ միայն հանրապետական կուսակցության եւ դաշնակցության տոնը չփչացնելու համար, այլև այն պատճառով, որ համոզված եմ նախորդ մի քանի ելույթներից հետո հայ ժողովուրդը ի Հայաստանս եւ իսփյուռս աշխարհի անհամբերությամբ է սպասում մեր այսօրվա արտահերթ եւ անհետաձգելի ռեժիմով կայացվող որոշմանը, որ պիտի կայացնենք եւ համոզված եմ այս որոշումը պետք է վճռական դեր ունենա բազմաչարչար հայ ժողովրդի հետագա ճակատագրի համար։ Իսկ քննարկում ենք կարևորագույն մի հարց՝ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունը կիսելու եւ նոր տարածքային կառավարման նախարարություն ստեղծելու մասին։ Ինչու ենք նման հարց քննարկում, որովհետեւ հանրապետական կուսակցությունը եւ հայ հեղափոխական դաշնակցությունը որոշել են համագործակցել, քաղաքական կոալիցիա ձևավորել եւ այս կոնտեքստում համաձայնություն է ձեռք բերվել դաշնակցական Դավիթ Լոքյանին նշանակել նախարար, տվյալ դեպքում տարածքային կառավարման նախարար, մի որոշում, որին համաձայնեք ժողովուրդը սպասում է վաղուց եւ սրտատրոփ։ Ինչպես հիշում եք, մենք սրտի խորը կսկիծով տարածքային կառավարման նախարարությունը փակեցինք ընդամենը 1 տարի 3 ամիս առաջ, ավելի ճիշտ արտակարգ իրավիճակների նախարարության հետ միացրինք, եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրաժարականից հետո այդ պաշտոնի համար հարմար կլիենտ, ավելի ճիշտ հարմար թեկնածու չգտնվեց։ Այս ընթացքում հազարավոր առաջարկներ ենք ստացել ընտրողներից, համոզված եմ բոլոր падգամավորները այդպիսի առաջարկություններ ստացել են հանրության կողմից, ովքեր պահանջում էին առանձնացնել ՏԿ նախարարությունը ԱԻ նախարարություններից եւ ահա վերջապես ժողովրդի պահանջը ի կատար է ածվում։ Այս նախագծի ակնհայտ առավելություններից մեկը սակայն այն է, որ հնարավորություն է տալիս ոչ միայն նախարար նշանակել Դավիթ Լոքյանին, այլև նախարարի պաշտոնից չազատել գործող նախարար Արմեն Երիցյանին։ Սա կարծում եմ չափազանց կարևոր է։ Այս իմաստով մտահոգիչ է այն փաստը, որ հայ հեղափոխական դաշնակցությանը տրվելիք մյուս երկու նախարարությունների կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ազատվելու են աշխատանքից եւ նրանց փոխարեն նշանակվելու են դաշնակցական նախարարներ։ Սա թույլ տվեք նկատել չափազանց անթույլատրելի անարդարություն է եւ ոչ կառուցողական մոտեցում։ Ինչու գնալ նման ոչ կառուցողական ճանապարհով, երբ մենք ունենք նախարարությունները միացնելու եւ հետո հանուն ազգային նպատակների կիսելու բազմամյա գեղեցիկ ավանդույթ։ Կարելի է օրինակ կրթության եւ գիտության նախարարությունը առանձնացնել եւ ինչպես տարիներ առաջ դարձնել կրթության նախարարություն, լուսավորության նախարարություն, Աշոտյանին նշանակել լուսավորության նախարար, իսկ Լևոն Մրկերչյանին կրթության նախարար։ Ժամանակին էկոնոմիկայի նախարարության տեղը հիշում էր կար առևտրի եւ էկոնոմիկայի եւ առևտրի նախարարություն, կարելի է էկոնոմիկայի նախարարություն կիսել, դարձնել էկոնոմիկայի նախարարություն եւ առևտրի նախարարություն, Կարեն Ճշմարիտյանին հանրապետական հավատարիմ падգամավոր եւ նախարար նշանակել առևտրի նախարար, դաշնակցական մեր գործընկերոջը նշանակել համապատասխան էկոնոմիկայի նախարար։ Սա կարծում եմ ավելի ճիշտ համապատասխան կլիներ այն իդեալներին, որ հռչակեց Սերժ Սարգսյանը իր փետրվարի 12-ի ելույթում։ Խնդրում եմ չշփոթել այս տարվա փետրվարի 12-ի, ոչ թե անցյալ տարվա, բայց մեկ էլ որ անցած տարվա փետրվարի 12-ի մասին խոսեցին, ինձ թվում է ամեն դեպքում Արմեն Աշոտյանն անցած տարվա փետրվարի 12-ից հետո մի քիչ շատ էր ոգևորվել փաստորեն, Պերեդոզ եղավ եւ տեսնում եք ինչպիսի քաղաքական արդյունքներ։ Իդեպ, ասում են մի քանի մարզ նույնպես տալու են դաշնակցությանը։ Եվ սրա պատճառով երկու գյոզալ մարզպետ զոհաբերվելու են քաղաքական կոնյունկտուրա։ Բայց ինչու գնալ նման անարդար լուծումներ, չէ՞ որ կարելի է կիսել նաեւ մարզերը։ Կարելի է, չէ՞։ Թող լինի առանձին Արագածի մարզ եւ առանձին Ոտնի մարզ։ Եվ մենք կունենանք թող լինի առանձին Գեղարի մարզ եւ առանձին Ունիքի մարզ։
Իսկ թե կիսված մարզերի որ մասում հանրապետական մարզպետ կնշանակվի, որում դաշնակցական, սա արդեն կարծում եմ սուգուբա ՀՀԿ-ՀՅԴ ներկուսակցական հարաբերությունների հարց է։ Շնորհակալություն ուշադրության համար։ Վերջի բանը ճիշտ պերիոդ է, բայց Ռուբիկ Հակոբյան, համեցեք։